Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում սպասվում է ևս մեկ անակնկալ վերադարձ, որը կարող է ամբողջությամբ փոխել իրադարձությունների ընթացքը։ Ֆաինան վերադառնում է։ Ֆաինանում հեռուստադիտողները վաղուց էին սպասում։ Աննայի և Միքայելի դուստրը, ով հեռացավ ընտանիքից, մեկնեց արտասահման ուսման նպատակով, այժմ վերադառնում է, քանի որ ընտանիքի շուրջ ծավալվել են իրադարձություններ, որ նա պետք է ներկա լինի։ Նա վերադառնում է ոչ միայն որպես դուստր, այլ որպես մարդ, ով իր մեջ կրում է ծանր մեղքի զգացում։ Ֆաինան արդեն զանգահարել է Աննային ու ներողություն խնդրել, քանի որ նա մեկնելու օրը իմացել է ճշմարտությունը, խոստովանել է, որ չի ասել ճշմարտությունը ժամանակին, և հենց այստեղ էլ բացահայտվում է ամենահետաքրքիրը. Ֆաինան գիտեր, որ Անգելինան Աննայի դուստրն է ու իր քույրը, բայց որոշեց լռել։ Նա գնաց Աննայի մոտ, որպեսզի բացահայտի ճշմարտությունը, բայց այդպես էլ չկարողացավ ուժ հավաքել ու նրան ասել այն, ինչ իրականում կատարվում է։ Լռություն, որը հիմա ծանր բեռի նման նրան ճնշում է։ Ֆաինան լավ էլ գիտակցում է, որ իր լռությունը թանկ է արժեցել բոլորին։ Դերասանուհի Անի Մեհրաբյանն, ով մեկնել էր ուսման նպատակով, վերադառնում է Հայաստան և հավանաբար կմիանա դերասանական անձնակազմին։ Ամբողջ գիշեր տնային աշխատանքն եմ արել ու հաջորդ օրն էլ ինձ նույն բանը սպասում, բայց ես անսահման ուրախ եմ, որովհետև Հայաստանում եմ շարունակելու ես այդ տնային աշխատանքը։ Վերջապես արձակուրդները սկսվեցին, ես վերադառնում եմ հայրենիք, չեմ կարող բացատրեմ ինչ աստիճանի եմ կարոտել ամեն մի անկյունը, աննկարագրելի էմոցիաներ են։ Սերիալի ամենասպասված տեսարաներից մեկը դեռ առջևում է։ Քույրեր, որոնք տարիներ շարունակ ապրել են նույն քաղաքում, չիմանալով միմյանց գոյության մասին, քույրեր, որոնց ճակատագիրը բաժանվել է մեկ մարդու որոշմամբ։ Արդյոք Անգելինան կկարողանա ներել բոլորին, թե այս վերադարձը միայն ավելի կխորացնի վերքերը։ Մի բան հստակ է՝ Ֆաինայի հայտնվելը սերիալում նոր լարվածության ալիք է բերել։ Ֆաինայի կերպարը մարմնավորող դերասանուհի Անի Մեհրաբյանն, ով ժամանակավորապես դուրս էր մնացել սերիալից ուսման նպատակով արտասահման մեկնելու պատճառով, վերադառնում է։ Այս լուրը մեծ ուրախություն է պատճառել նրա հետևորդներին։ Անի Մեհրաբյանը սերիալում ստեղծել էր նուրբ, խորը ու բարդ կերպար, և նրա բացակայությունը շատերը նկատել էին։ Այժմ, ըստ ամենայնի, դերասանուհուն շուտով կրկին կտեսնենք հեռուստաէկրաններին, և նա կմիանա նկարահանումներին, իսկ դա նշանակում է, որ Ֆաինայի գիծը դեռ ավարտված չէ, նրա ասելիքը դեռ առջևում է, և նրա ներկայությունը կարող է վճռորոշ դառնալ սերիալի վերջնական հանգուցալուծման համար։ Ֆաինան այն կերպարն է, ով կարող է օգնել Աննային հոգեպես վերականգնվել, դառնալ Անգելինայի համար աջակցության նոր աղբյուր։ Դիանա Գրիգորյանի սերիալներում նման վերադարձները երբեք ձևական չեն լինում, դրանք միշտ գալիս են ճակատագրական բացահայտումներով։ Ֆաինայի վերադարձը նշանակում է մեկ բան՝ Վերջին զանգը դեռ չի ասել իր վերջին խոսքը, ամենահուզիչ հանդիպումները, ամենացավոտ խոստովանություններն ու ամենադժվար ներողությունները դեռ առջևում են, իսկ արդյոք այս վերադարձը կբերի հաշտություն, թե նոր փլուզում կպարզվի սերիալի առաջիկա սերիաներում։ Իսկ դուք մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին, և ոչ միայն նշենք, որ հեռուստասերիալում ամենադիտարժան տեսարանները դեռ առջևում են։ Լիլիթը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի վնասի Աննային, իսկ ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, այդ վնասումը տեղի է ունենում հենց հոր թաղման ընթացքում։ Նա որոշում է կրակել Աննային, ու Աննան ծանր վիճակում հայտնվում է հիվանդանոցում, նրան հաջողվում է փրկել, բնականաբար, քանի որ սցենարիստը այլ լուծում Աննայի կերպարի համար չէր կարող տալ։ Աննան չի կարող հենց այսպես հեռանալ, քանի որ նա դեռ պետք է գրկի իր դստերը, ասի այն խոսքերը, որ ցանկացած ծնող ասում է իր երեխային։ Այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է։ Աննայի կերպարը մնալու է հեռուստասերիալում, իհարկե մնացել են հաշված օրեր, բայց այնուամենայնիվ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։